Բարև ձեզ ընկերներ, մենք հիմա գտնվում ենք Հայ առաքելական եկեղեցու Արևմտյան թեմի առաջնորդարանի հարակից եկեղեցում, Սուրբ Ղևոնդիաց եկեղեցում պատարագը ավարտվում է և այստեղ մի խումբ հավատացյալներ արդեն երկրորդ շաբաթը, երկրորդ կիրակին անունց մեջ բողոքի ակցիա են իրականացրել, ավելի շատ աջակցության ակցիա կաթողիկոսին և Մայր Աթոռին աջակցություն հայտնելու կապակցությամբ։ Անցած շաբաթ այստեղ մի փոքր պես չասեմ բախում, բայց որոշակի հակասություն առաջացավ, թեմի առաջնորդարանը կոպիտ արձագանքեց, որակելով այս մարդկանց մոլորյալներ։ Հիմա այսօր այս կիրակի ևս շարունակվում է աջակցության ակցիան, լսեք թե ինչ են ասում։ Մենք ուղիղ եթերում ենք, լայվ։ Ինչ ենք եկել, մենք եկել ենք այն աղոթքը, որ չի հնչում ներսը եկեղեցի, ի աջակցություն վեհապարի, Կոմիտասի գրված, մենք եկել ենք այդ աղոթքը երգել, որ դուրսը գոնե հնչի, մեր եկեղեցի դուրսը հնչի։ Այո։ Գիտեք, ես ծայրից ծայր լսեցի թեմի առաջնորդի խոսքը, ոչ մի անդրադարձ չկար կաթողիկոսի դեմ հարուցված գործին, ավելին կարծես թե ծափահարությունները սովորական են դառնում, ուրեմն մեծ այսպես խոսքեր ուղղված նոր հյուպատոսին, այնուհետև ծափահարություններ։ Ես որքան գիտեմ, եկեղեցում ծափահարություններ ընդունված երևույթ չէ, բայց արդեն Նիկոլ Փաշինյանի շնորհիվ կարծես թե սովորական են դարձել եւ այստեղ էլ հնչեցին ծափահարություններ ուղղված ուրեմն Հայաստանի Հանրապետության նոր հյուպատոսին, որը առաջին անգամ եկել է եկեղեցի։ Պայեք մի հատ նայենք, ոչ Նիկոլի բարեփոխումների։ Ազատություն, Սրբազան հայրերի։ Երբևէ աղոթք լսել եք Սրբազան հայրերի բանտարկվածության մասին։ Այսօր ոչ մի խոսք կաթողիկոսի դեմ քրեական գործի մասին։ Ոչ մի խոսք։ Ոչինչ։ Միայն տեսակ Չէ, հյուպատոսին ծափահարություններ եւ այլն եւ այլն։ Չեմ հասկանում, սա ՔՊ-ի ժողովի տեղ է, թե ինչ է։ Այո, այո։ Մենք Մայր Աթոռի եւ վեհապարի կողքին ենք, ոչ եկեղեցու պառակտմանը։ Stop playing with community money. Attack on Armenian Apostolic Church is attack on Armenians. Այստեղ նաեւ այլ Traitor Hovnan, enemy called destroying Armenian Apostolic Church. Traitors Hovnan resign now. Davajan. Hovnan Տերտերյանին նկատմամբ խոսքեր կան։ Հա, Տիգրան ջան, բարև ձեզ։ Ժորժ ջան, ովքեր որ լսում են մեզ, խնդրում եմ տարածեք։ Ես կուզեի անդրադառնալ վերջերս 3 օր առաջ, կամ 4 օր առաջ Արևմտյան թեմի Facebook-յան էջով հրապարակված կիսաքաղաքական, կիսաչափական հոգևոր հայտարարությանը հետևյալն է ասում. Ցավալի եւ մտահոգիչ է տեսնել, թե ինչպես շողակապ անունը կրող Կայանը վերջին օրերում ավետարանչության փոխարեն կզբաղի քաղաքականությամբ։ Ես հետ հարց ունեմ, երբ որ շողակապը Հայաստանում լուսարեցին փակեցին,
Սիրելի սրբազան, դուք ինչ-որ մի բան ասեցիք, թե ուղղակի ձեզ հարմար չէ, ձեր քաղաքական մտադրություններին, նպատակներին, օրակարգումից չէր տեղավորվում։ Շարունակենք, շնորհակալի մասին ասում, որ լույսի ճառագայթ կնշանակե պետք չէ վերածվի զրպարտություն եւ ատելությունը սփռող միջոցի։ Զրպարտություն եւ ատելություն, դուք խոսում եք զրպարտությունից, դուք ինքներդ զրպարտական կերպեր բերեցիք հենց արևմտյան թեմի պաշտոնական էջով մեկ վեհապար հայրապետի նկատմամբ։ Այսինքն դուք ուզում եք ասել, որ ինչ որ արվում է ձեր նկատմամբ, որ մենք բարի նպատակով ենք անում, մեր եկեղեցու կանոնելու նպատակով ենք անում, վեհապարի միասնականությունը պահելու նպատակով ենք անում, դա դուք զրպարտություն եք համարում, բայց ոնց որ դուք արեցիք վեհապարի նկատմամբ զրպարտություն չի, մեր ամբողջ նպատակը որպեսզի դուք վերադառնաք կանոնական դաշտ եւ այս բաժանումը վերջնականապես վերացվի։ Այո։ Մասնավորապես կուզենանք անդրադառնալ ձեր վերջին տեսանյութին, որ սակավաթիվ մարդիկ միևնույն ընտանիք են, երեխաներ եւ զարմիկներ Լոս Անջելեսի մեջ գործող քաղաքական հստակ ուղղվածության լրատվամիջոցի ներկայացուցիչն եւ քանինը մոլորյալներ, լուրջ եք ասում։ Այսինքն եթե 5000 հոգի լինեն, ձեզ համար ավելի կարևոր կներ այդ ձայնը, քան ասենք 10 հոգի հավաքվեր, դա հոգեվորական աստվածքոս կա, Աստվածաշունչը բազմաթիվ տեղեր ասում է, որ մի հոգու համար Հիսուս Քրիստոս ինչ արեց, թողեց 99 եւ գնաց մի հոգու հետևից, այսինքն եթե դուք այս արևմտյան թեմի հոգեվոր առաջնորդն եք, վերապահն եք, դուք պիտի ձեր անձը զոհաբերեք յուրաքանչյուր հավատացյալ անձի համար, յուրաքանչյուր հավատացյալի հոգեվորության համար։ Եթե մենք հիմա հավաքվել ենք այստեղ, մենք ունենք մեր նպատակությունները, քան որ տեսնում ենք հիմա մեր երկիրը ինչ վիճակում է եւ բաժանություն են առաջում, օրինակի համար նայենք արևելյան թեմին։ Ես չեմ ճանաչում եպիսկոպոս Մեսրոպ Փարսամյանին, բայց խաղաղություն կա այնտեղ, որովհետեւ միասնականություն է։ Ինչ այստեղ կատարվում։ Այսինքն տխուր սրտերով մենք անք պատարագի մասնակցենք, ինչ եք դուք անում հիմա, դուք մեղադրում եք որոշ մարդկանց քաղաքականության մեջ, միևնույն ժամանակ դուք հանդիպումներ եք կազմակերպում Սփյուռքի հանձնակատարի հետ, գնում եք Վաշինգտոն, չեմ անում ում հետ եք հանդիպում, մենք բոլորը տեսնում ենք, սա կեղծավորություն չի, սա փարիսեցիություն չի։ Այսօր ծափահարություններով նոր դեսպանին են, եկեղեցու ծափահարությունները սովորական է դարձել, հա, ոնց որ։ Իհարկե։ Հա, նոր հյուպատոսը։ Հենց նոր, Խնդրում եմ, Ժորժ ջան, տարածեք, թող շատ դուք էլ տարաբանեք։ հենց նոր հրապարակվեց, Ահա։ որ Արշակ Սրբազանի վիդեոները, որոնց հիմքով իրադարձները պահանջում էին կաթողիկոսի հրաժարականը, պատճառաբանելով, որ սրբապղծություն է թաքցնում, կեղծ են։ Այդ վիդեոները կեղծ են, հենց հիմա հրապարակվեց։ Վիդեոների կեղծ լինելը հաստատվել է 3 միջազգային փորձաքննություններով։ Ողջույն Նիկոլի բարի գալուստ Նիկոլի Հայաստան, էտա։ Կեղծիքի վրա հիմնված, հա, Տիգրան ջան, շարունակեք։ Ընթերցում Աստվածաշունչից, քանի որ եկեղեցու բակում ենք հավաքված եւ իրոք այս հավաքույթը նույնիսկ չի որ մենք հաճույքով եկել ենք այստեղ, մեր ընտանիքները, մեր բանը գործը թողած, եկել ենք այստեղ, որ ինչ-որ նպատակ ոստեք քաղաքական ընդհանրապես բան չկա։ Քաղաքականությունը իմը չի։ Ես իմ եկեղեցու միասնության համար եմ այստեղ։ Ուրեմն Մատթեոս 7:3-5 Ինչու եղբորդ աչքի միջի շուղը տեսնում ես, իսկ քո աչքի միջի գերան չես նկատում։ Ամեն։ Կամ ինչպես ես ասում եղբորդ, թող շուղը հանեմ քո աչքի միջից, երբ ահա քո աչքի մեջ գերան կա։ Կեղծավոր, նախ այդ գերանը հանիր քո աչքից, որ կարողանաս հստակ տեսնել եւ ապա կհանես շուղը եղբորդ աչքից։ Ամեն։ Այնուհետև Մատթեոս 23-ի մեջ 25 համարից վայ ձեզ կեղծավորներից, տպիրներից եւ փարիսեցիներից, որ մաքրում եք բաժակի եւ բաժակի ու պնակի դրսի կողմը, միշտ ներսինը ձեռք են բերել հափշտակությամբ ու անարդարությամբ։ Ույր փարիսեցի, նախ մաքրիր բաժակի եւ պնակի ներսը, որպեսզի դրսի կողմն էլ մաքուր լինի։ Վայ ձեզ կեղծավորներից, դպիրներից եւ փարիսեցիներից, որ նման եք գաջով սպիտակեցած գերեզմանների, որոնք ախտակնապես գեղեցիկ են երևում, միշտ ներսից լի են մեռելների ոսկորներով եւ ամեն տեսակ պղծությամբ։
մի երկու ավելի խիստ խոսքա, բայց չեմ ուզում ասեմ։ Ես ուզում եմ հարցնել, հիմա դուրս են գալու, այսինքն ինչ ենք ուզում անել, մոտենալ իրան հարցեր տալ, այսինքն ինչ հարցեր եք ուզում։ Կարողանում ոչ Facebook-ով ինչ որ ժամ վերցնել, որ կարողանանք հարցերը տան, որ զանգելով, ոչ գրություն թողնելով, ոչ մի ձևով չենք կարողանում խոսել իրա հետ, որ հարցնենք ինչ եղավ 18 թվին, 2018 թվին ինքը բեհապարին գովերքում էր, ինչ եղավ այդ ընթացքում։ Ինչ ա եղել։ Մարդիկ եկել են պատառել։ Ինչ ա եղել, եղբայր, ինչ ա եղել։ Մենք եկել ենք Մենք կարողա գոռում ենք, դուք եք լարում։ Մի լարեք իրավիճակը խնդրում եմ։ Դուք անցած անգամ դուք անձամբ չէ, բայց ձեր մարդիկ էին։ Իսկ ով է որոշել պլակատներ կարելի է թե չէ։ Դա չի կարելի, պլակատ չի կարելի։ Ինչ է նշանակում չի կարելի։ Ամար, ուրիշ բաներ մի խոսած։ Եղբայր։ Ես չեմ ուզում թակարակը դուք եք սրում, կամերա վեկա ինչ ես ասում։ Որովհետև Կամերան դին խոսան։ չէ, որովհետև եկել ես արկելում ես։ Ոչ մեկի ոչ մի բան չեմ ասում։ Հենց հիմա բարձրացնում ես ձայնդ։ Մեջ եմ։ Դու հիմա ձայնդ բարձրացնում ես։ Արեկագետ Սարդարաբադի մարդը երևողան չէ սրբազան քաչերին չէ այ Սարդարաբադի սեջանաչե Սարդարաբադի Արկելի խնդրեմ վերնայդով։ Ես իջարնեմ, ես քո եկեղեցի չմենակ որ եկեղեցի գնա քո Ախոջան եկել ես, լավ է բանում, իմ ծառացում եմ աշխատել, արա իշ կերեցի քուրդ լավ է։ Սադրում են ընդրում։ Շարունակենք երգել։ Ովորից քրկելա, ես իդա եղար չենատիվ, երանի քանդիմ, հան, Այստեղ մի պահ իրավիճակը լարվեց, ինչ որ հայհոյանքներ հնչեցին։ Այս պրովոկացիան իրանք անցած անգամ էլ փորձեցին սարքել։ Այս անգամ
Դուք լավ ձայն ունեք։ Ազգային եմ աշխատել, ազգի կողքին։ Եվ ոչ ոք չպիտի կարողանա մեզ հաղթի, եթե միահամուռ լինենք։ Պարակտում են, լսեք ժողովուրդ, պարակտում են մեզ։ Պարակտի, իշխի, դա բաղուցվա քաղաքականություն։ Այո, բաժանիր որդի ես։ Այո, բաժանիր որդի ես։ Ինչ եղավ, Սահակոջան, ինչ եղավ, ինչ էր եղել։ Մի վարքյանով կարա կանջատեք, բարև։ Չէ, անջատել չէ։ Մի հատ բան եմ ասում, էլի։ Մի հատ թող ասի։ Մի հատ կներեք։ Պրովոկացիա արեցի։ Այո, հա, դե պետք է պատրաստ լինենք, որ կանենք, պատրաստ։ Любой меня отнимал, когда провокация не потому. Հավատի պրովոկացիաներին չտրվեք, ժողովուրդ։ Beklenem yergiri makardakov en провокация anam. Նիգորի ուզածն է ասում։ Նիկոլա Թուրքա, Թուրք։ Ասկի թեման է։ Երկու եղբայր արդեն է, Նիգորի ուզածն է։ Նիկոլա Սաղայազգին ուզում է բանը։ Չէ, քֆուր պետք չէ։ Էցեվի բան է։ Լավ։ Ես քրիստոնյա եմ, քրիստոնյան ավելի։ Լավ։ Վիգեն, ողջույն։ Լավ, երկու բառ կասես, ինչա կատարվում։ Այսօր հավաքված է եկեղեցասեր հայ ժողովուրդը իր թշկոհանքը հայտարարելու ոչ միայն Նիկոլ Փաշինյանի հագա եկեղեցական հագա գաղափարի եւ իրականության էության մեջ հագա քրիստոնեական գործունեության, այլ նաեւ Հովնան Սրբազանի աջակցությունը այդ եկեղեցագործան գործունեության վարյանը պետք է իրավես մտածել թե ինչ կրնա լավ թերթավաճառը որ եկեղեցին բարենորոգելու բادرվագով եկեղեցին հարցակի այսինքն եկեղեցին եւ վեհապարին կորցրել հերացնել միայն քաղաքական թերթավաճառ ունի եւ քիչ մը ծիծաղելի է երբ Հովնան Սրբազանի հայտարարությունները գամպաստանեն հավատացյալ ժողովրդին, որ թշկոհանք կուկա արտահայտելու իբրև քաղաքականացված գործունեություն։ Այսինքն Հովնան Սրբազանը գրնա միանալ Հայաստանի թիվ 1 քաղաքական թեմքին հագասահմանադրական գործունեության եւ միևնույն ժամանակ դիտակավոր է հայ ժողովուրդը եւ հավատացյալները քաղաքականության թրթվածանալու մեջ քիչ մը ծիծաղելի է այսինքն եկեղեցին պիտի շտկվի պիտի բարենորոգվի հագասահմանադրական հագագանոնակրային գերբով մեկ անձի մգողմե որ Հայաստանի եւ հայության պատմության մեջ ավելի վնաս հասցած չկա պատմության մեջ հայերու որ 300-ը ավելի եկեղեցի հանցնի թշնամի է այսինքն այդ թշնամին հանցնած 300 եկեղեցիներուն հեղինակը պիտի կա բարելավի եկեղեցին քիչ մի ծիծաղելի է նաեւ վիրավորական է Հովնան Սրբազանի գեցվածքը երբ կասկածի գտնե հավաքված ժողովրդի բանը բաճարը եւ համոզմունքը եւ նույնիսկ մեկ հայտարարության մեջ կասկածի ծրած է հայ ժողովրդի եւ հավաքված հայության այստեղ հավատքը այս իրավես ամոթ է իրեն եւ պետք է այդ խոսքը ուղղել միևնույն ժամանակ կարծեմ պետք է այլևս հայ ժողովուրդը իր դիրքորոշումը ընդհանուր
հայ ժողովուրդը հայտնի կամ եկեղեցին եւ հայության այդ հայացքին կողքին է կամ եկեղեցին քանթող ուժերին կողքին է։ Այո։ Հիմա այս մարդը ինչի մեղավոր է հավատացյալը, այս հավատացյալին տարբերում է։ Հավատացյալին բայց ո՞ր է բառը։ Լավ է։ Պանուկ ջան, ինչ է խանգարում քեզ, Ճանապարհը այստեղ հենա, եկեք ստեղ կանգնեք, եկեք, այստեղ լավ տեղ է։ Հիմա դու ես սրում, թե ես եմ սրում։ Հիմա վիճակը դու ես։ Ես չեմ սրում։ Ասում եմ ճանապարհից դուրս գան, այն մարդիկ մտել չլինի։ Նայ, ըստեղ որ կանգնեն, ում է խանգարում։ Բարձր կամած չէ։ Գողը բոլորը լսել։ Ուր եմ որը։ Պոլիսեն կանչում արդեն։ Պետրոսյան, երկու բառ ասա, բայց Okay, չանացրեք։ հա, ոչինչ։ Նախ ժողովուրդ ջան, խնդրում եմ տարածեք, հիմա մենք սպասում ենք, որ չէ, որ թեմի առաջնորդը դուրս գա հյուպատոսի հետ եւ այլն հավատացյալները այստեղ հավաքված հարցեր ունեն։ Համարի կողքին, այսինքն հայացքի եւ երեսի կողքին։ Երեսի ու բականի հայացքին։ Ես չեն ենա Կդրել երկու երեք մասի պաշտում, որով երեսի ու բականի Քրիստոսին եւ աշխին։ Այս է սա։ Այո, այո։ Ովքեր որ ուշ են միացել, ասեն, որ այսօր բավականին մարդաշատ է եկեղեցին ու բոլորը սպասում էին, որ թեմի առաջնորդը այսօր լինելու է, որտեղ վերջին շրջանում ինքը բացակայում էր պատարագից եւ հարցեր ունեն։ Հավատացյալները բազմիցս փորձել են կապվել թեմի առաջնորդանի հետ, աշխատակիցների միջոցով առաջնորդի հետ, բայց չի ստացվել։ Եկել են այստեղ, չեն տեսել, հիմա այսօր այստեղ է ու հավատացյալները մի շարք հարցեր ունեն։ Մասնավորապես, ինչպես կարելի է Նիկոլ Փաշինյանի հետ բարեփոխել եկեղեցին։ Ինչ դիրքորոշում ունի կաթողիկոսի դեմ քրեական գործ հարուցելու մասին։ Եվ ընդհանրապես ինչ է պատրաստվում եպիսկոպոսատ ժողովին անել Հովնան Տերտերյանը
մի շարք այլ հարցեր։ Հուսով ենք այսօր կստանանք այդ պատասխանը։ Իր քարոզի ընթացքում ոչ մի խոսք չանդրադարձավ, ոչ մի խոսքով չանդրադարձավ եկեղեցու այսօրվա վիճակին։ Փոխարենը իր խոսքը սկսեց մեծարելով մի րոպե։ Կներեք։ Ինչ ա եղել։ Բագրատի մասին եմ ուզում խոսել։ Ում։ Բագրատ Ուտազանի։ Ինչ եք ուզում խոսել։ Ուզում եմ պատմեմ նրա մասին։ Սուտ բաներ եք ուզում պատմել։ Սուտ։ Եթե սուտ կասեմ, Իսկ Հովնանի մասին չգիտեք բաներ։ Ես հիմա Նիկոլի մասին։ Ես հիմա Հովնանի մասին եմ խոսում։ Նիկոլին ոնց եք վերաբերում։ Հրաշալի։ Հրաշալի։ Ո՞ր գործի համար, հայրենիքը հանձնելու թե որ գործ։ Ո՞վ է հանձնել։ Ես հիմա Բագրատից էի խոսում։ Չէ, Իրո պես Բագրատից էի խոսում հիմա։ Բագրատից մենք քեզ չենք հարցել որ դու խոսես։ Ինչի՞։ Բայց եք նկար։ Դուք եկել եք խանգարում եք մեր ակցիան, գիտեք, այս ժողովրդի։ Սարքայի տեքսի։ Բա ինչ տեղ է։ Սա ԿՊ-ի շտաբն է։ Ոչ։ Բա Նիկոլի շտաբն է երևի սա։ Դուք եք սա։ Լավ, շարունակեմ։ Ուրեմն որ ԿՊ-ի շտաբ են սարքել, այստեղ այդպես այս մարդու նման քարոզիչներ կան։ Մեկը այն կողմն է կանգնում, մեկը այս կողմն է կանգնում։ Ու սկսում են բանտարկված սրբազանների մասին բամբասանքներ տարածել։ Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչներն են կարելի ասել։ Ու այսօր պատարագին մեծ, բարձր մեծարման ենթարկվեց ինչ որ նոր աղջկա անուն տվեցին, որը եկել է որպես հյուպատոս Լոս Անջելես, ու որքան էլ որ զարմանալի էր ծափարություններ եւ այլ եւ այլն։ Ես որքան գիտեմ ծափարություն եկեղեցում չեն ծափարում։ Բայց Հովնան Տերտերյանը այսպես ասած ողջունեց եւ նաեւ իր կողմնակիցները հյուպատոսին ծափարությունը դարձավ թեմայի առաջկա։ Այսինքն Նիկոլի օրոք եկեղեցիներում ծափարել արդեն սովորական է դարձել։ Խնդրեմ, հրահրում են։ Մեր լրությունը մեղավորությունը։ Մեր լրությունը մեղավորությունը, այո։ Մենք ոնց ենք մեղավոր, մեր լրությամբ։ Թուրքի ծառայի է, ողորմելի վիճակում է գտնվում։ Ճիշտ եք ասում, ճիշտ եք ասում, շատ ճիշտ եք, Այստեղ բարբերաբար սրվում է իրավիճակը եւ դա անում են թեմի առաջնորդանի աշխատակիցները։ Ոչ թե հավատացյալներ, աշխատակիցները։ Ու փորձել են ոստիկանություն կանչել, երևի արդեն կանչել են, թեև իրենք հրահարեցին։ Արի մի երկու խոսք ասա, անգլերեն։ Yeah։ Չէ, ինչի մասին է։ Այսօրվա մասին։ Միշտ պետք է ինձ մացույց տակ։ Չէ, միշտ չէ։ Մենակ ձեր խոսքին ծածկը։ Լավ, թող եկես։ Okay, լավ։ Տեսեք, մարդիկ լուր ակցիա են անում, ընդամենը պլակատներով կանգնած են ուղերձները գրած։ Բարբերաբար գալիս են այստեղ, ինչ որ հրահարում են, թողում գնում են։
Դուք խոսեք երկու բառ։ Ասա։ Քֆուր չտաս, մնացածը օքեյ է։ Կարելի է գրանցել։ Այսօրվա վրա եկեղեցին իրենց հաջողվեց բառացել, կարելի ասել, որ թեմը կկիսվի որոշ մասը, կգնա մի եկեղեցի, չգայես եկեղեցի, հաստատի այդպիսի բան ստացվում, արդեն ստացվում։ Այսինքն նիկոլականներ եւ ոչ նիկոլականներ, հա, այդպես կարող։ Մենք հիշում ենք հрьяաների մասին հայտնի անեկդոտ, որ մի եկեղեցի վրա, մի կղզու վրա 3 եկեղեցի են կառուցում, մեկի մեջ ասում է ես չեմ, մի սինագոգը ես չեմ գնում, մի սինագոգը նա չի գնում, այս մեկի մեջ էլ մենք երկուսով չենք գնում։ Սա էր եկեղեցի հանդողների նպատակը, իհարկե հայերը կգնան եկեղեցի, բայց միասնական եկեղեցի գաղափարը այս էտապում Հուսամ դրան չի հասնի։ Merci. Հələ դուրս չեն եկել, չէ՞։ Վերև են մուտ ելքի մոտ պետք է գնալ, չէ՞։ Բայց կարելի է գնալ իր մոտ։ Որտեղ։ Հա, հետևն են։ Ուրեմն թեմի առաջնորդը եւ պաշտոնյաները հետևից են դուրս գալի, գնանք տեսնենք ինչ է կատարվում։ Ասեք ինչ եք պահանջում։ Ինչ եք պահանջում։ Շատ թեմ է հողնանին, որ դանկնում է Նիկոլի Քանթողի հետ, հայրենիքը քանթեց, բանակը քանթեց, ասկը քանթեց, հիմա եկեղեցին, որ ամեն տարերով պահպանել մեր ասկը, մեր լեզուն, մեր մշակույթը եւ անում են, որ ադը որ հայաստանի տարերով պահած է իհարկե, հիմա եկել են մեր եկեղեցի ետևից, որ ադը քանթեն մեր հայրենիքը, մեր ասկը քանթեն։ Եվ ասկա զիոնիստական ծրագիր է։ Ուզում են դարձնել մեր երկիրը կամ մեր եկեղեցին քանթելով, մեր պահպանող տարերով, իմանում են, որ դգարացնեն, ուզեն մեզի առանց հայրենիքի մարդացեն։ Օր մեզի ճիշտ պաղեստինցիները պես կհարցնեն։ Ամեն լերները դպատ, ամեն սահմաններու կոդիները դպատ, ջամփաները դպատ, հարստորգները, լերները, քետերը, ամեն ինչ որ ճուրի արմատները հանցնեց։ Այսօր եկերը ով որ գանքում է աս քանթողի հետ, թավաճանի եսի։ Չեք կարող։ Եղավ, շնորհակալություն։ Այս մի խումբը, ուրեմն երկու խումբ կա այստեղ, շատ ավելի արմատական խմբի ներկայացուցիչ է այս մեկը, քիչ առաջ որ մենք խոսում ենք, դրանք հավատացյալ ժողովուրդներ, որոնք են դուրս գալի։ Էսի ով ան է միացրել իրանք, էս իրանք են միացրել։ Չէ, բանը վայսի, բանը
Այստեղ այստեղ անկեղծ ասած ես չեմ հիշում, բայց ասում են, որ այստեղ առաքելական բառը եղել է, հիմա չկա։ Western Diocese Armenian Church, Apostolic Church պիտի լինի։ Հայ առաքելական եկեղեցին, այստեղ բացակայում է առաքելական մասը։ Հետարքիր զուգադիպություն է։ Ավոր պիցա եւ բուրգեր կա այսօր, հա։ Յունոնը էս քահանայի անունը չէ։ Մարիա։ Քահանայա։ Ումանու։ Քահանայ։ Տերմանու։ Տերմանուկն է ինքը։ Ովքեր նոր են միացել, ասեմ, որ հիմա ակցիան շարունակվում է առաքելական եկեղեցու Արեմտյան թեմի առաջնորդարանի, ասա առաջնորդարանն է, հարակից եկեղեցու մոտ մի խումբ հավատացյալներ հիմա սպասում են, որ թեմի առաջնորդը դուրս պիտի գա եւ ուղևոր քայլի դեպի իր նստավայրը եւ այդ արանքում հնարավորություն կունենան հարցեր տալու, քանի որ վերջին շաբաթների եւ եթե ոչ ամիսների ընթացքում հնարավոր չէ նրան տեսնել, հասանելի չէ, կարելի է այդպես ասել, բազմաթիվ անգամ զանգել են թեմի առաջնորդարան, հանդիպում են խնդրել, բայց այդպես էլ տեղի չունեցել, հիմա այստեղ պիտի տեսնեն եւ հարցեր տան։ Կապված Նիկոլ Փաշինյանի ճակերտավոր բարեփոխումներին իր մասնակցության հետ, կաթողիկոսի դեմ քրեական գործ հարուցելու մասին, օր-օրի այդ հարցերը շատանում են։ Նաև շատերը սպասում են, որ այսօր Հովնան Տերտերյանը իր խոսքում անդրադարձ կկատարի կաթողիկոսի դեմ քրեական գործ հարուցելու թեմային, բայց այդպես էլ ոչ մի խոսք չասած, փոխարենը տարօրինակ էր, երբ որ մեծ ցնծությամբ դիմավորեցին պատարագի ընթացքում Լոս Անջելեսում Հայաստանի
Հանրապետության նորանշանակ հյուպատոսուհուն եւ ծափահարություններ եւ այլն։ Ու պարտարակի ընթացքում։ Այս երաժշտությունը ինչ կապ ունի եկեղեցու հետ, այս ինչ են միացնում։ Այս ինչ որ միջոցառում է սպասում, հա, թե ոնց որ։ Այս ամիք չետո բլապո են դնելու արդեն բանը, տես որ։ Հիմա շունի կանգնել է, ժողովուրդ։ Դա իրակցից չեն դուրս գալի։ Որտեղից դուրս կա գնաց։ Սովորաբար ստից են դուրս գալ։ Այ ես ուրիշ։ Կարող է ջուր ունենաք, ջուր։ Իրանք սպասում են Մեզ խանգարում են, մենք ուզենք կորեք Սեմերելյանա, լիս, ասեք դուրսը սպասեք։ Ինքնում եք արծազելությունին մենք հովնանին արվում ենք, սիրում ենք, մեծանում ենք։ Իսկ կաթողիկոսին։ Ասին մենք ոչ մի գիտեմ չեք, այս մեր հովնանին սենց արտահայտությունները մենք արվում ենք։ Չէ, հիմա կաթողիկոսին դեմ օրինակ քրեական գործ են հարուցել, դուք ինչպես եք վերաբերվում։ Դուք հավատում եք, որ Փաշինյանը կարող եկեղեցին բարեդնորոգի Հովնանի հետ։ Նման հարցերի մեջ ես ինքս շահում եմ իրավունքներ։ Ես ինքս որպես քրիստոնյա մեծարում արվում եմ մեր սրբազանին, որը մեր տարիները ես եկեղեցի մեջ եմ, մեր սրբազանը միշտ մեզ առաջնորդել է դեպի։ Իսկ ով է կաթողիկոսը ձեզ համար։ Ես այդ հարցին չեմ պատասխանել, որովհետև Չէ, մի րոպե, կաթողիկոսին չեք ընդունում, հա։ ես Դուք հայ առաքելական եկեղեցու հավատացյալ եք, չէ՞։ Ով է հայ առաքելական եկեղեցու առաջնորդը։ Մեր Հովնանից։ Կներեք, դուք ստեղ եք աշխատում։ Կներեք, ձեր անունը ոնց է։ Դուք այստեղի աշխատակից եք։ Երգչախմբի եկեղեցու, հա։ Եղավ։ Իրանք չեն խանգարում, իրանք կանգնած են։ Տեր հայր, ձեզ կարելի է մի հարց տալ, Տեր Մանուկ, ես ձեր ճանաչում, ինչպես եք վերաբերում կաթողիկոսի դեմ քրեական գործ հարուցելու Նիկոլ Փաշինյանի գործողություններին։ Ամերիկայում անտեղյակ եք բոլորից։ Տեղյակ չեք, որ կաթողիկոսի դեմ գործ է հարուցել։ Տեղյակ եք, բայց ես չգիտեմ ինչ է իրավիճակը։ Չգիտեք, տեղյակ չեք։ Չէ։ Չգիտեք ինչ է կատարվում Հայաստանում։ Իսկապես։ Ես եթե չգիտեմ։ Ասենք Նիկոլ Փաշինյանն ուզում է հեռացնի կաթողիկոսին, դուք ո՞նց եք վերաբերում դրան։ Ոչ Նիկոլ Փաշինյանն այն եղբայրը, ես հասկանում եմ կատարում։ Իսկ ով է կաթողիկոսը ձեզ համար։ Ինչ է։ Ով է վեհապարը ձեզ համար։ Գարեգին երկրորդը։ Այսինքն առաջնորդն է։ Առաջնորդն է։ Հիմա ձեր առաջնորդին ուզում են կարող է եւ ձերբակալեն, դուք նորմալ եք վերաբերում։ Ես ասում եմ, եթե ես չեմ հասկանում ինչ է կատարում։ Այսինքն կարող է եւ ճիշտ են անում։ Չեք բացա։ Չէ, ես հարցնում եմ, որտեղ միանշան Հարցերը բոլորովին տարբեր տեղեր են տանում։ Ես ասում եմ, ես ուզում եմ իմ կաթողիկոս, բայց ինչ է կատարվում, չգիտեք, որ ինչի համար են գործ հարուցել, ընդհանրապես չեք հետաքրքրվել։ հետաքրքրվում քաղաքականության բացարձակ։ Իրոք է, իսկ ձեր հոգևոր եղբայրների բանտարկությանը ինչպես եք վերաբերում։ Բացարձակապես չեմ հետաքրքրվում քաղաքական որևէ բանտարկությունով։ Ահա։ Քիչ առաջ լսեի Սերբազանի խոսքը։ Ես լսեցի։
Ես մինչև վերջ լսեցի։ Իսկ եկեղեցում ծափահարերը նորմալ է դա։ Հա։ Ասենք հյուպատոսուհին եկել է, պիտի բերենք պատարակը ընդհատենք ծափահարություններով։ Բոլորին պիտի ծափահարի։ Մեր երկրի ներկայացուցիչը օտար ափերին է։ Եվ պիտի ծափահարի։ Մենք ծափարը չէ, դու հիմա վստահ եմ բազում անգամներ տեսել ես։ Չէ, ես չեմ տեսել։ Բազում անգամներ տեսել ես հարսանիքում ծափարը։ Ես գիտեմ, որ Նիկոլ Փաշինյանն է դա նորմալացրել Հայաստանում։ Նիկոլ Փաշինյանի պատասխանատվի կար, ես հոգևորական եմ, մեր տերը ասում է, տվեք կայսրինը, կայսրին ասում է։ Հիմա ձեր կայսրը ով է։ Ծառայում։ Ձեր կայսրը ով է։ Կայսրը այսօրվա իշխանությունն է, հիմա Ով, Նիկոլ Փաշինյանը։ ընդդեղի ժողովուրդն է։ Բայց դուք այստեղ եք ապրում։ Ուրիշներ է ստանում։ Չէ, ուրիշտեղ չեմ տանում։ Ուրիշներ է ստանում։ Չէ, ուրիշտեղ չեմ տանում, տեր այս։ Պատրաստում հարցերին պատասխանել, որ դու ասում Չէ, ես ուզում եմ հասկանալ։ Չէ, այսօր որ հալածում է եկեղեցին։ Ես չեմ տենում։ Չես տենում որ Ես տեղ եմ ապրում։ Արգելի ստեղ հալածում է կայսրը։ Ստեղ չէ, Հայաստանում։ Ստեղ էլ բողոքում եկեղեցին։ Ես ասում եմ, ստեղ հալածում է, թե ապրում են ընդդեղի իշխանություններ իրոք մեր տիրոջը երբ որ Պիղատոսի մոտ տարան, ցավեց Պիղատոսը սխալա։ Մենք էլ ինչ խոսում ենք Թեր մանուկ։ Այդ երբևէ չեք հետաքրքրվել ինչի համար են նստած 4 եպիսկոպոսներն ու արքեպիսկոպոսները։ Չի հետաքրքրվում։ որովհետև ես ճշմարտություն Դե, բայց կարող եք իմանալ, չէ՞։ Դուք լուրեր չեք կարդում։ ամեն մեկը տարբեր բաներ ասում, ես ոչ մեկին չեմ լսել։ Բայց ավելի հակված եք ում հավատալ։ Ոչ մեկին, ինձի եւ ասում։ Ինձի եւ ասում։ Մայրաթորին չեք Ես հավատալ։ ասում եմ ինձի եւ ասում։ Հիմա Մայրաթորը 3 հայտարարություն է տարածել։ Դուք ընդունում եք դա։ Ես հավատում եմ ինձի եւ ասում։ Ասում եմ, եթե Աստծո կամքը չի, ուրեմն թող շնի։ Եթե Աստծո կամքն է, Աստված կի։ Իսկ վեհապարը ձեր համար որևէ հեղինակություն չունի։ Չէ, որովհետև դա ազգային կառույց է նաև։ Որովհետև դու կարողացել ես քո թեզերը առաջ տանելու։ Որն է իմ թեզը։ Որն է իմ թեզը։ Լսելու։ Հայրենիք հանձնողը ուզում է քանդի մեր եկեղեցին։ Հայրենիքը հանձնված է այսօր։ Հանձնել է Արցախը։ Արցախը իմ հայրենիքն է։ Արցախ չեմ հասկանում։ Հա։ Քաղաքականություն չեմ։ Ինչքան էլ ուզում ես խոսա, վառնել ցույց տուր։ Ես ճշմարտությանն եմ հավատում։ Ասում եթե Աստված կա, Աստծո կամքը կա։ Ես հացավ։ Որտե՞ղ եք դեր այս։ Աստված կա։ Ոչ մի բան մի հարց չկա։ Ես հոգևոր հոգևոր խոսում եմ եկեղեցի, երբ որ գալիս եք եկեղեցի ասում եմ, չեն կարանա փոխված եկեք եկեղեցի, մաքուր սրտով եկեք մտեք եկեղեցի, լսեք Աստծո պատգամը, Աստված ասում է, չար ժամանակներ Աղանդավորական մոտեցում է։ Եթե քո կարծիքն է, ես իմ համար ոչ կարևոր չի։ Կարևոր չի։ Չէ, Փաշազադեն ու Էրդողանը քո կարծիքը կարևոր չի։ Իսկ ես կարծիք չեմ հայտնում։ Կարծիք ես հայտնում, ես չեմ ընդունում ոչ մեկի կարծիքը։ Հարգանքը։ Չէ, հարգանքը պայք։ վերջացավ, ես ալանգիստ եմ։ Պետրոս լավ գիտես, չէ՞, շատ հոգևորականները Լավ, շաբաթ լավ, կոֆենզերի հետ ես խոսում։ Ոչ թե Հոգևորականն էլ իմ հետ էր խոսում կոֆենզերը։ Հարվածություն Էստեղ պետք չի, չունես, ժողովուրդ, որ մենք տեղը չի մտնելու։ Ու խնդրում եմ հարգանքը պահեք բոլորը։ Այդ բոլոր բարեփոխումները 27 տարի ոչ ոք ու հենց հիմա երբ որ Էրդողան, Փաշազադե եւ Փաշինյան որոշեցին
Հիմա դուք ու հարցերով երբեք քեզ կարա ինձի շարժի տեղից վերջացած նման հարցերը ես համարում եմ մանիպուլյացիա որտեղ ես իրենց կարող շարժեմ, որտեղ շատ կայուն է հավատացածի վրա։ Հիմնական մոլորյանը։ Ես հանդիպում եմ մեր Սրբազանի հետ հանդիպումը։ Չէ, կարգավորը մեկ վարյան, հիմա կարակ ասել, Ինչի համար։ քեֆ ենք անում ռաբիս և Ինչի համար։ ինչա որ Այսինքն ինչ եք սիրում։ Բայց մի րոպե։ Իսկ ում հարց էին Պետրոսի, հա, մեկ։ Դուք խոսք եք տվել անցյալ կիրակի, որ Սրբազանի հետ կխոսեք, ինչ եղավ։ Ինչ եղավ։ Շողակաթի հաղորդման մեջ չկար ինքը ինչ ասել։ Ամբողջ աշխարհով ինչ որ եղել է անցյալ կիրակի, ամեն տեղով տարածվել։ Պաստորեն մեր թեմի քահանաներին կաթողիկոսը ընդհանրապես հետաքրքիր չի։ Երայժան, լսում եք ինչ երգ անավագում։ Հեսա բլատնո են դնելու արդեն։ Գողական երգեր անավագում եկեղեցու հայատում։ Մենք պատասխանը պետք է լիներ, մենք երբ ենք հանդիպում Սրբազանի հետ։ Այո, ինչ եղավ այդ խոստումը։ Շողակատը ինչ կապ ունի։ Մենք եկել ենք կաթողիկոսի և եկեղեցի Որ եկեղեցին գնահատանի, որ եկեղեցին Մենք ով որ եկեղեցի դեմա, բոլորի դեմ ենք պայքարում։ Ով որ դրա մեջ իրար դեմ։ Նիկոլի հետ ստորագրողները Բոլորը եկեղեցի բոլորը դեմ են։ եկեղեցու դեմ են։ Դե ամոթ քեզ ուրեմն որ չունեք։ Ինչի հետ։ Ձեր խոստորեն չեք կատարել։ Ես չեմ վիրավորում։ Խոստումը տվել եք անցյալ կիրակի օրը։ Ուր այն պատասխանը։ Ես շողակատի հետ ես ոչ ինֆորմացիան ամբողջ social media-ով տարածվել է։ Այս երաշխությունը եկեղեցու Excuse-ներ են անում։ Տեր այդ այս երաշխությունը եկեղեցու ռեպերտուարի մեջ, հա։ Բոն։ Տեր մանու։ Այս եկեղեցու երաշխությունը Չէ, հատուկ բարձրացել է, որ չլսենք իրար։ Ամոթա մեզի։ Նայ խոսքերի։ Խոսքը տալիս եք։ Ինչ ասեց։ Ասա շողակատի, բանում մենք պատասխանը տվել ենք։ Ասեք թե ես շողակատի, գնամ շողակատն, այ որ իմանամ իմ պատասխանը։ Ես քորեն կոնկրետ Պատասխան։ Բայց Մենք հեսալանենք, ինչ երկեր են դրել, այստեղ է եկեղեցական թեմ։ Նոր անջատեցին մեր բողոքների նման վրա։ Ռաբիս։ Իսա ռուսական, եւ սեք սերունդ են դաստիարակում։ Չեմ բլատո երաշխությունը։ Եկեղեցու վարկում չի կարելի է։ Դեֆ են գանում Այդ քեփանեն շիտուշի կարելի է, ինչի վրա է դա շիտուշի անում։ Այ փոխեցին Քոչարի հիմա։ Հա, հիմա է Քոչարի։ Քոչարին ոչինչ, ազգային է։ Ոչինչ, քոչինչ։ Բայց բլատնո է։ Հա, բայարքե։ Պաստորեն, ովքեր որ չեն նայել, ասեմ կարճ update տամ։ Երկու քահանաներին խոսեցրեցինք, հարցրեցինք իրենց կարծիքը, ուրեմն կաթողիկոսի դեմ
քրեական գործ հարուցելու մասին, երկուսն էլ ըստ էության չպատասխանեցին, ասացին, որ մենք տեղյակ չենք, չգիտենք ինչի մասին է խոսքը։ Իսկ կաթողիկոսը ով է իրենց համար, դա էլ չգիտեն։ Ասում են, դե կաթողիկոս է։ Եվ այս մարդիկ ներկայացնում են հայ առաքելական եկեղեցին քահանաներ են, Տեր Խաժակ եւ Տեր Մանուկ։ Ես չեմ դատում, բայց ոչ էլ դատապարտում, բայց մեր համայնքը պիտի իմանա։ Չէ, մենք ուզում ենք, որ եկեղեցին կանոնակարգի մեջ մնա։ Բերեք մենք երկենք, իրանք չեն դնի։ Ես ինչ գիտեմ, ով է, արդակ գնացա, եթե Սարդարապատ երկը գիտեմ, թող մի հատ Սարդարապատ երկը։ Իսկ ներքի, ժողովրդանես բաներ եք ասում մեկ-մեկ, ոնց որ մենք ենք, չգիտեմ, Սարդարապատը իմ պապասա կանուցել, մենք որ բաներ եք ասում, փորձես, որ այդ երկի տակ, Բայց դուք ինչի եք սենց չարության վերաբերում մեզ։ Մենք եկել ենք, մենք ուզում ենք, որ մեր եկեղեցում կանոնակարգը պահպանվի։ Կաթողիկոսը մեր եկեղեցու առաջնորդն է, հետո գալիս է, բայց ձեր առաջնորդը պահանջում է հրաժարական։ Մեր ամեն ինչը պահպանվում է, առաջնորդը քիչ անհատած է։ Գնում ենք ժողովի, աղոթեք, դուք էլ զորակցեք։ Բայց հələ շարունակում եք նույն բաները։ Գնում են ժողովի ինչ անեն։ Չէ, հիմա ինքը իր օրակարգը ո՞րն է, հրաժարվել է, չէ, հիմա կաթողիկոսին չեն թողում գնա, չեն թողում, քրեական գործ են հարուցել, իրավիճակը փոխվել է, չէ։ Վերաբերվող հարցը ոչ գիտեմ, ոչ մեջն եմ, ոչ էլ։ Բայց ձեր առաջնորդը ստորագրել է Նիկոլ Փաշինյանի գրած տեքստի տակ։ Էդ իմ երգը չի, դա մեր ազգի խնդիրն է, Տեր այլ։ Սա մեր ազգի խնդիրն է, մեր եկեղեցին միակն է մնացել, որ այս ազգը գոյատևում է։ Նիկոլ Փաշինյանի եւ իր նմանները եկել են պառակտելու, տեսեք ինչ է կատարվում։ Բայց հիմա դուք Նիկոլի հետ պայմանագիր նշանակում է սատան, գիտեք, թուրքը տակ ասել, ոնց որ հայրենիքը եւ սիրում եմ իմ եկեղեցին։ Ոնց որ սատանայի հետ պայմանագիր կնքես բարի գործ անելու մասին, էդ է Նիկոլի հետ պայմանագիրը։ Իսկ ձեր առաջնորդը ստորագրել այդ պայմանագիրը։ Դերում չեմ ասում։ Ո՞վ։ Քահանան։
Հովնան Տերտերյանը չկա ու չկա, այս դռնից պիտի դուրս գա, բայց այդպես է չի գալի, կամ հետև մյուս դռնով դուրս է եկել արդեն։ Կարանք իմանանք։ Սարգիս, հիմա ինչ եք անելու։ Հիմա ինչ եք սպասում։ Սպասելու բան չկա, որտեղ նորից դուրս տվեց։ Ինքը ներսում չի, դուրս է եկել։ Դուրս տվեց, նորից փախավ։ Փախավ։ Նորից փախավ։ Այսօր նորից բերել են Հայաստանի հյուպատոսել մեծարում, Հայաստանի Այո, ծափեր, լափեր։ Այն կառավարության նորից հյուպատոսն է ինքը մեծարում, որը այսօր 4 հատ ներարկել, այսօր շաբաթի լավ, 4 արկեպիսկոպոս։ Դա պատասխանն էր, փաստորեն կաթողիկոսի դեմ քրեական գործառույթը ողջուներ, ծափողջուններ այդ կառավարության ներկայացուցիչին։ Դա է իր պատասխանը, հասկանալի է։ Մենք ակցիայի ենք, ստեղ ակցիայի դեմ լավ, մի րոպե, ստեղ ակցիա է, չէ։ Եթե մեկը ակցիայի կողմ կամ դեմ է խոսում, ուրեմն մասնակից է։ Մի րոպե, բայց դուք եկել եք ակցիա, իրանք ակցիայի մասնակից։ Լավ։ Յունոնա ջան, երկու բառ ասա, ինչի ենք սպասում հիմա մենք։ Չէ, այնտեղ չի, ասեցին, որ ներսում չի, ինքը գնացել է արդեն։ Փախել է։ Փախել է։ Այո, իմիջիայլոց նաև իրենց մեսիջը իմ համար պարզ դարձավ։ Կաթողիկոսի ձերբակալման որոշման մասին մենք ակնկալում ենք, որ մի բան պետք է ասի, բայց ինչ տեղի ունեցավ։ Ներկայացվեց Նիկոլի ներկայացուցիչը Լոս Անջելեսում, Պաշտոնյան, եւ ծափահարություններ հնչեցին։ Սա անուղղակի ծափահարություններ կաթողիկոսի ձեռնպակալման, ես այդպես եմ ընդունում։ Այո, ու ասում են քաղաքական բան չկա, չէ՞, բայց նրանք են քաղաքականության եւ Փարոզի ժամանակ նա ասել է, որ ինքը գնում է Ավստրիա, որ մեր եկեղեցին պարտվածությունից մաքրի։ Եկել դա։ Կարծա։ Հիմա չեք փորձելու մտնեք ներս։ Ինչ ա եղել։ Ինչ ա եղել եղեք ջան։ Որն ասուտ է։ Նո, ինքը մասնակցում է ակցիայի մասնակցում։ Եկեղեցի պայքարների բախեցին։ Երիտասարդը արդեն ակցիայի մասնակցում է։ Շնորհքով Մեր համար կաթողիկոսը ինչ սուտ, որ սուտ է։ Որն ասուտ է։ Եկեղեցիների էսի դայոն պետք։ Եկեղեցիներին պետք։ Եկեղեցիներին Չէ, ես ինքը մասնակցում եմ արդեն։ Երբ որ դու դեմ կամ կողմ ես, դու արդեն մասնակից ես դառնում ակցիայի։ Հա։ Այս գողական երաժշտությունը կարան փոխեն կամ անջատեն։ Հա։
Ուզում եմ ձեր ֆոտոն նկարել։ Հա։ Այս երաժշտությունը չի փոխվում։ Չէ, գողական չեմ անում, ինչ որ խնջույք կա Քանի ինչ։ անգամ խնդրեցի։ Տեր այս, սա գողական երաժշտություն է։ Սարտարապատ ասեք։ Բլատնոյ։ Բլատնոյ երաժշտություն է։ Չէ, վրացական բլատնոյ։ Ասեք սարտարապատը դնել։ Ինձ թվում է մնալը անիմաստ է։ Եկեք գնանք, թե չէ արդեն պրովոկացիա են անելու, հետո հենց այդ պրովոկացիան սարքեն ու ցույց տան։ Գնացինք։ Ժողովուրդ, ինձ թվում է արդեն անիմաստ է մնալը, սրանից հետո արդեն մարդիկ գնում են պրովոկացիա են սարքելու։ Ուզում եմ անպայման, որ մեր ժողովուրդն իմանա, մանավանդ արևմտյան թեմի հավատացյալները, որ այսքան խնդրեցինք մենք, էլ տեր հորը, էլ երիտասարդներին, որպեսզի երգը փոխեն, մեկ հատ Սարդարապատի երգը դնեն, բոլորս միասին որպես ազգային միասնություն երգենք ու գնանք։ Չանցավ։ 25 րոպե դրա վրա եմ աշխատում, հասարակ երգը իրանց համար արգելք է։ Ուրիշ բան չունեմ ասելու։ Սա է մեր պատկերը, սա է մեր ազգային պառակտման հասցրած իրադավերի, ազգադավերի, բոլորի արդյունքը։ Մեզ պառակտեցին մինչև վերջ։ Այո, շնորհակալություն բոլորին։ Այո։ Գնացինք, արդեն իմաստ չկա սպասել։ Հատ այդ պայեք նկարեմ ձեզ։ Սայատնովայի հնչյունների ներքո։ Այսքանը սիրելի ընկերներ, խնդրում եմ անխնա տարածեք, որ մեր ամբողջ հայությունը բոլոր անկյուններում տեսնի թե իրադարձությունը ինչ տեսք ունի։ Այդքան բան։